Պարոն Ալեքսանյան, այսօր փաստաբանների օրն է, շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ։ Շատ դժվար ժամանակներ են, ձեր գնահատականը, ձեր խոսքը փաստաբանության եւ ստեղծված իրավիճակի մասին։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ բոլոր գործընկերներից ցանկանում եմ շնորհավորել 107-ամյակի կապակցությամբ։ Մի այսպիսի լավ խոսք կա, փաստաբանությունը դա ապրելակերպ է եւ իրականում միշտ եղել եմ այն համոզման, որ այն փաստաբանն է հաղթում, ով ոչ թե ավելի հմուտ է կամ ավելի լավ ռետոր, այլ իրականում այն, ով հրաժարվում է պարտությունից։ Ինչ վերաբերում է փաստաբանության դերին, ապա ինչպես հայտնի է, փաստաբանները դա հասարակության պաշտպաններն են եւ փաստաբանության դերը իրավական պետությունում իրականում շատ մեծ է եւ փաստաբանության դերը իրավական պետությունում, ժողովրդավար պետությունում միշտ պետք է իր գնահատականը շատ բարձր ստանա, որովհետեւ հասարակությունը ցավոք սրտի, չեմ ասի բարեբախտաբար, բայց ցավոք սրտի հենց փաստաբանների կարիքը շատ մեծ ունի, որովհետեւ մենք ապրում ենք մի այնպիսի ներկապային ժամանակներում, երբ շատ ենք հանդիպում ապօրինություններին, շատ ենք հանդիպում անձանց իրավունքների նկատմամբ անհամարժեք, անհամաչափ միջամտություններին եւ կարծես թե այդ միջամտությունների արդյունքում հենց բարձրացնում է գլուխը փաստաբանության դերը։ Հետեւաբար այս պայմաններում փաստաբանության դերը ժողովրդավար հասարակությունում պետք է իրականում լինի շատ մեծ եւ մեր աշխատանքը իրականում շատ անգնահատելի է։ Ինչ վերաբերում է առհասարակ ստեղծված իրավիճակին ներկա Հայաստանի Հանրապետությունում, մենք տեսնում ենք նաեւ երբեմն շատ դեպքերում հենց փաստաբաններն են ունենում փաստաբանի կարիք եւ կարծես թե այդ վառ օրինակներից մեկը եղել եմ նաեւ հենց ես, թեև իմ պաշտպանությունը բովանդակային իմաստով իրականացրել եմ անձամբ, բայց նաեւ իմ շատ գործընկերներ, փաստաբաններ նույնիսկ այս ժամանակահատվածում շատ մեծ պատվով եւ մեծ առաքելությամբ իրականացրել են նաեւ իմ պաշտպանությունը եւ նման դեպքեր ցավոք պետք է արձանագրել, որ կարելի ասել եղել են նաեւ շատ։ Դուք միակը չեք։ Միակը չեմ, Ալեքսանդր Կոչինբաև, Ռուբեն Մխիթարյան եւ կարծում եմ այս թելը պետք է կտրվի եւ փաստաբանները պետք է չհետապնդվեն, որտեղ ըստեյության փաստաբանները այն մարդիկ են, որոնք որ պետք է պաշտպանեն այն անձանց, ովքեր որ հետապնդվում են։ Եվ ցավոք սրտի մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ փաստաբաններն են ստիպված լինում պաշտպանել իրենց սեփական իրավունքները։ Ես կարծում եմ այս իրողությունը հղի է բացասական հետևանքներով այնքանով, որքանով հասարակության մոտ կարող է ստեղծվել փաստաբանության ինստիտուտի նկատմամբ մի փոքր ցածր վստահության ինչ-որ չափանիշ, որտեղ ժողովրդի լեզվով ասած կարող է ստեղծվել մի այնպիսի կարծիք, որ եթե փաստաբանը ինքն իրեն չի կարող պաշտպանել կամ փաստաբանը ինքը պաշտպանված չի, այդ դեպքում փաստաբանը ինչպես պետք է կարողանա այլոց իրավունքները պաշտպանել։ Ես կարծում եմ սա շատ վատ երևույթ է, որի թելը իրապես պետք է արդեն կտրվի։ Շնորհակալություն։ Իսկ եւ վերջում ինչ կմաղթեք մեր ժողովրդին, մեր պետությանը որպես փաստաբան։ Մեր ժողովրդին կմաղթեմ համբերություն, որովհետև մենք ապրում ենք ներկայային այնպիսի ժամանակներում, եւ մեր պետությունը, մեր ժողովուրդը վերջի տարիներին շատ բան տեսավ, պատերազմ, ահռելի զոհեր, դժբախտ տարբեր դեպքեր, ես կարծում արտագաղթ, միանշանակ արտագաղթ, Արցախի հայաթափումը, ես կարծում եմ, որ ներկայային ամենամեծ մաղթանքը, որը կարող ենք մենք տալ մեր ժողովրդին, դա իրականում համբերությունն է, իմաստությունն է, ի վերջում ճշմարտությունը հաղթում է, իսկ ճշմարտության հաղթմանը հասնելու համար իսկապես պետք է ունենալ համբերություն։ Եվ մենք ապրենք այնպիսի պետությունում, որտեղ փաստաբանների կարիքը քիչ զգացվի։ Ցավոք նման բան չեմ կարող ասել ոչ թե որպես մաղթանք, իրականում դա մաղթում եմ բնականաբար, բայց ցավոք մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ փաստաբանության դերը կարծես թե էլ ավելի է բարձրանալու։ Շնորհակալություն։